Բարև ձեզ, եթերում թատերական օրագիրն է, և այսպես 3 մարտի 25-ին Կապանի դրամատիկական թատրոնի բեմում փայլեց Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը իր կնոջ Մորիսե ներկայացումով։ Եվ այսօր մեր տաղավարում են գտնվում կնոջս անունը Մորիսե ներկայացման գլխավոր դերակատարները, ովքեր փայլեցին մեր բեմում եւ արժանացան շատ երկարատև ծափերի՝ Սամվել Դանիելյանը եւ Իշխան Ղարիբյանը։ Ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Ողջույն։ Այսօր ինչպես եք խաղացիք, լիցքաթափվեցիք։ Քանի որ այսօր դեռ Կապանում ենք, ուրեմն հրաշալի ենք։ Երեկվա ասածս կրկնեմ։ Ինչպես անցավ ներկայացումը։ Անկեղծ պիտի ասեմ, սա ոչ սեթև թանքա, ոչ ինչ-որ տենց հյուր ենք պիտի այդպես ասենք, չէ։ Ներկայացում հենց ավարտվեց, հենց գնացինք կուլիսներ, բոլորս իրար միաբերան առաջին բանը ինչ ասեցինք, որ ասենք այսպես դեռ չէր անցել ներկայացումը։ Շատ տեղերում ենք խաղացել, շատ հանդիսատեսի առաջ ենք խաղացել, բայց ես չգիտեմ ինչից էր դա։ Այսինքն ես գիտեմ, Սամվելը չգիտի։ Ես էլ գիտեմ։ Ահա, լավ։ Այդ մտնոլորտը, այդ աուրան, չգիտ բեմներ, հանդիսատեսներ, մենք էինք, ինչ-որ ամեն ինչ համընկել էր, որ իդեալական ներկայացում գնա։ Հանդիսատեսը ճիշտ տեղերում, պաուզաների ժամանակ, ճիշտ ռեպլիկների ժամանակ միշտ արձագանքում էր։ Ինչ կասեք մեր հանդիսատեսի մասին։ Նույնիսկ արձագանքները այնպեսին էին, որ տեղեր կար, որ մենք երբևէ չէինք լսել նման արձագանք, բայց Կապանի հանդիսատեսը շատ ճիշտ տեղերում, շատ ճիշտ ռեակցիաներ էր տալիս, ու այդ ավելի էր ոնց որ մեզ տալիս, չգիտեմ, ավելի բարձր տրամադրություն, էլ ավելին անելու, էլ ավելին ցույց տալու։ Իսկ Կապանի հանդիսատեսին ես ծանոթ եմ շատ վաղուց, որովհետև հնարավորություն շատ ունեցել եմ Կապանի թատրոնում խաղալու, ու միանշանակ միշտ ասել եմ, որ Կապանի հանդիսատեսը տարբերվող է, Կապանի հանդիսատեսը շատ արագ կարողանում է հասկանալ սա լավն է, վատն է, միջին է, բարձր է, այսինքն գնահատականը տալիս է շատ արագ ու տեղում։ Այդ հրաշալի է ուղղակի դերասանի համար, ով բեմում է։ Եվ վերադառնանք մեր պիեսին, սկսենք պիեսը ինչպես ընտրվեց, գործը ինչպես խմորվեց, սկսվեց։ Ինչպես պարոն Ղազանչյանի մնացած բոլոր բեմադրությունները զանգեց, ասեց վաղը փորձի։ Պրեմիերայի օրն էլ արդեն պարզ է։ Այդ սաղ արագ իրար հետ կա։ Ուղղակի այս պիեսը պարոն Ղազանչյանը առաջին անգամ այս պիեսին անդրադարձավ 2004 թվականին Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այն ժամանակ ես խաղում էի Ռոժեի դերը։ Իսկ ես ծառայում էի։ Սամվելը չէր խաղում Ռոժեի դերը, որովհետև ծառայում է։ Հրաշալի նայել է, շատ հրաշալի ներկայացում էր, որովհետև այն կերպարները, որ խաղում ենք մենք, խաղում էին Գյումրու թատրոնի Արտուր Հակոբյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրանց կատարմամբ մի ուրիշ Գյումրու հումորներ կար, մի քիչ ուրիշ էր ամեն ինչ։ Պիեսը ֆրանսիական է։ Ֆրանսահայ գրող Ռաֆի Շարտ։ Ու իդեպ նշեմ այն ժամանակ 2004-ի առաջնախաղին Երևանում եկել էր Ռաֆի Շարտը եկել էր, մենք Երևանում խաղացինք, հետո գնացինք Գյումրիում խաղացինք։ Այս անգամ քանի որ ներկայացման պրեմիերան համընկավ, պատահաբար համընկավ, թե միտումնավոր համընկավ պարոն Ղազանչյանի 65-ամյակին, ու քանի որ պարոն Ղազանչյանը շատ է սիրում այդ հոբելյանական երեկոները, որ ինքը նստի իրեն գովեն, այսինքն ընդհանրապես չի սիրում, կիլոմետրերով հեռու է այդպիսի բաներից, որոշեց դե նայել էր հասկանում, որ անհնար է որ չնշվի այդ տարելիցը, նրա 65-ամյակը, ու որոշեց այսպես նշենք։ Ու մենք առաջնախաղը ունեցանք, նրա ծննդյան օրը հրաշալի անցավ ներկայացումը, ու այդպես, իսկ հենց ընտրությունն էլ էր հենց դրա հետ կապված, որ պարոն Ղազանչյանը ասեց, ես ուզում եմ, որ լինի կատակերգություն։ Սամվել, կնոջ կերպարի մեջ, կնոջ հագուստի մեջ ինչպես ես քեզ զգում։ Պիտի ասեմ, որ տղամարդու կերպարը, որտեղ տղամարդը ավելի քիչ է խաղում բեմում, կինն է շատ։ Հիասթափեցնեմ ասեմ, որ բավականին վատ։ Բոլորովին դուրս չի գալիս կանացի հագուստը, բայց այնուամենայնիվ ես գիտեմ իմ մասնագիտության պահանջները, գիտեմ իմ մասնագիտության լրջությունը եւ բոլորովին ուշադրություն չեմ դարձնում այն հանգամանքին, թե ես դալիճից ինչպես կնայվեմ։
դա ինձ բոլորովին չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է այդ պահին անել այն գործողությունը կամ այն, ինչ պահանջում է տվյալ կերպարը։ Դրա համար հետո ժամանակ չեմ ունեցել վերլուծելու, ես ինձ լավ եմ զգում, թե վատ եմ զգում, այ դա արդեն թող հանդիսատեսը ասի, ինչպես եմ նայվում, ինչպես եմ կարողանում համոզել, եւ իդեպ հենց սկզբից ինձ համար ժամանակների բերումով տարօրինակ էր ու ես ճիշտ ասած մտածում էի ոնց կերպարը կերտեմ, որ ինքը չնմանվի այն կանանց, ովքեր այսօր շատ տրենդային են, այսպես ասած, վտանգավոր են, այն տղաների, ովքեր որ մի խոսքով ստացվեց եւ գտա ոսկե միջինը, որ անպայման տպավորություն թողնվի այնպես, որ սա տղամարդ է, ով բոլորովին չի հասկանում կանացի որևէ բան եւ կերտում է։ Մենք տղամարդիկ ենք, ովքեր այո, սիտուացիայի բերումով են։ Այսինքն խաղալ հենց կին, խաղալ այնպես, որ կանացի նազանքներով կամ չգիտեմ ինչ որ ձայնային շատ փոփոխություններով կամ սեթևեթումներով ես այսպես չէի ուզում խաղալ։ Սա թատրոն է, սա ներկայացում է եւ դու ներկայացման մեջ պիտի գիտակցես, որ ներկայացման մեջ խաղում ես ներկայացում։ Այդպես էլ է բեմադրած։ Այո, սա շատ կարևոր էր ինձ համար ու կարևոր էր, որ ես թողնեմ հենց այդ տպավորությունը, ինչը որ ես մտածել եմ իմ կերպարի մասին եւ Փառք Աստծո, այդպես էլ ընկալվում է, դեռևս չի եղել այնպիսի մեկը, որ ասի, ինչ կանացի էիք։ Այ դա ինձ կարող է մի քիչ նեղացներ, բայց այն որ ինչ հետաքրքիր էր ստացել կնոջ կերպարը, այսպիսի վերլուծություններ շատ լսել։ Եվ հատկապես որ կոմեդիան ավելի լրջություն է, չէ՞ պահանջում։ Իհարկե։ Կոմեդիան իմ կարծիքով ինչքան մեծանում եմ հասկանում ամենաբարդ ժանրն է, որովհետև շատ կարևոր է որ այդ սահմանը չհատես, այդ մեյմունության, այդ կավեն, շինայի այդ սահմանը չհատես ու այդ տվյալ սիտուացիայում, տվյալ իրադարձություններում լինես մաքսիմալ լուրջ ու մաքսիմալ հավատաս, որ այդ ամեն ինչը քո հետ իրականում հիմա կատարվում է։ Այդ ամենաբարդն է։ Իշխան ջան, թույլ հաջորդ հարցը քեզ ուղղել։ Դու ինչպես ես զգում կանացի կերպարում, շատ դժվար է լինել տղամարդ, խաղալ տղամարդ, բայց ոչ քո անոթի մեջ հագուստը հեշտեր կրելը։ Հա, հագուստը թեկուզ այդ ինչ խնդիրներ։ Այդ հագուստը կրելը դժվար, էլ չեմ ասում, այդ կրծկալի մասին մեջ է այդ սիլիկոնների այդ ամեն ինչը։ Ու ես առաջին անգամ որ հագա թատրոնի աղջիկներին ասում ոնց եք ապրում։ Ընդհանրապես ինձ ոնց եք ապրում։ Ինձ փրկեց ուղղակի այն փաստը, որ սամո ինչ փրկեց, այն փաստը, որ իմ ոտքի համարով կանացի կոշիկներ չգտան։ Ես հետաքրքիր բան հետո կպատմեմ այս թեման։ Չգտան ու ես չհագա գոնե, ասենք եղա իմ կոշիկներով ասենք չնգա էլի ու այնտեղ որ տեսաներում կա որ Տիգրանը Սամվելի հետևից է վազում թույլ համբուրեմ մի օր թույլ դրանք ինչ անել հետաքրքիր է համբուրելու է ահա լավ դու ախում ես դից կսկսեն զանգել օքեյ հասկացա ու այդ տեսանում որ Սամոն վազում է մանավանդ երբ որ Պարոնյանի բեմում ենք խաղում այնտեղ այդ հատվածը գնում է կրուգի կալցիոյի այդ մասը ես ասեմ սա գնելու է հեսա հեսա գնելու է անհնար է, բայց չի ընկնում։ Ուրեմն սովոր է։ Ասեմ, ուրեմն դերասանի վարպետության մասին ամենահետաքրքիր պատմությունը այս հագուստների ընտրության հետ կապված, որ գնացինք կոշիկ ընտրելու ինձ համար, մտանք կոշիկի սրահ ու ես եմ նկարիչն, ի սկզբանե որոշված էր, որ այդ sense սուր կնունկներ են լինում։ Կոբլուկ, այո, կոբլուկով ես պետքա լինեմ, իհարկե երկար պայքարում եմ, որտեղ ինձ համար պրոստ անընդունելի է, չեմ կարող քայլել, ոչ թե որ ամոթա, չեմ կարող, ուղղակի չեմ կարող, կընկնեմ գետնին։ Մի խոսքով շատ համոզեց, հակի մի հատ, եթե չկարողանաս, խոստանում եմ կփոխենք ուրիշ բան կանենք եւ այլն։ Համոզելու տելեն։ Շատ հանգիստ ինտոնացիայով համոզեց։ Ու ես հակա, խանութ կոշիկի խանութում ես հակա կանգնեցի ու այդ պահին մի հատ արտասահմանցի մտավ այդ խանութ։ Տարիքով մարդ էր, տենց մի 50-60 տարեկան։ Դու ես 50 տարիքով։ Ես եմ տարիքով, ես ընդունում եմ իմ տարիքը։ Նայեց ինձ ու ես այդ պահին սենց կանգնել եմ այդ կոշիկներով, իմ սովորական հագուստով ու այդ կոշիկներով կանգնել եմ, որ փորձեմ։
Կսենց արեց։ Օ, good, good։ Հանեցի, շփորտեցի ես կոշիկները, ասում եմ դուրս արի ստեից։ Ասեցի ես էլ չհաստատ չեմ հագնի, որովհետև չեմ հագնի ու վсё։ Հետո հագա արդեն այս մյուս կոշիկները, որոնք գոնե մի քիչ ավելի հաստ են ու կկարողանամ քայլեմ։ Ես նկարահանում էի շատ դժվար բարդ նկարահանում էր ու զանգում է ինձ Աննան, ասում է խնդրում եմ 40 րոպեով արի, այսօր պիտի անպայման առնենք այդ կրծկալը, որ բուտաֆորը սկսա աշխատել։ Ես էլ ներվայնացած ընդհանրապես զզվում եմ, այդ պահին որ ամեն ինչից զզվում ես։ Գնացի Երևանում հայտնի խանութներից մեկը, սուպեր այդ մոլերից մեկը, ու սենց ներվայնացած գրիմերեսից, հա, այդ ներքնաշորի շատ հայտնի ներքնաշորի բաժինա, ու դե մեծ եմ ես, չաղեմ, հա, օքեյ, ես չաղեմ, օքեյ, ես չաղեմ, ես փորում եմ, վсё։ Հիմա որը որ սենց հագցնում, հիմա չի լինում, չի կոչկվում, ինչ որ ռազմերներ անդրում, բան, մի հատ սենց այն որ ներկայացմանը հագես է, սենց կոչկես ասեց, վայ խնդրում եմ էլի մի հատ սենց ֆոտո անեմ։ Ես կանգնած եմ, գիտես ինչ դեմքով եմ, որ ետ տվեք մեր հողերը դեմքով կանգնած եմ, այդ լիֆնա, բայց ես տղամարդու շորերով եմ, ու ես ես Աննան կանգնածած ֆոտո է անում, ու ես սենց Աննայի հետևից տեսնեմ մի հատ կին է, տենց երևի Սամոյի տարիքի։ Դու շատ փոքր ես, չէ՞ ինձնից։ Ու աղջիկ երեխու հետ։ Երևի տես մի 15-16 տարեկան աղջիկ երեխա։ Այսպես ինձ են նայում։ Հասկացել են ով է։ Բայց տեխիա փոխում օրենտացիան։ Սենց նայեցի, մի հատ էլ նայեցի, սենց ասեցի, ինչ։ Սենց վաճառող կա այստեղ կներեք։ Դու կոշիկ, ես գոնե ասել են good։ Իրան դուր երեք իմ կոշիկները։ Դերասանները գիտեն, թատրոնի մարդիկ գիտեն, բայց մեր հանդիսատեսիներ կհետաքրքրի կոմեդիան ներկայացումն է խաղալը հեշտ, կատարողական իմաստով նաև թե դրամա։ Դե դրանք իրարից ֆունկցիոնալ տարբեր բաներ են ու հեշտ ինչ առում։ Տեխնիկապես էմոցիոնալ առումով։ Նայեք, քանի որ ես էլ իշխանն եւ կոմեդիայի ժանրում ենք հանդես եկել եւ դրամատիկ, կարող եմ ասել, որ դժվարություն որպես այդպեսին հանդիսատեսին ծիծաղել ծիծաղեցնելն ավելի հեշտ է սրտին հոգուն կպնել։ Այդ միանշանակ չի, որովհետև դու կարող ես շատ հանգիստ ինչ-որ միմիկաներով ծիծաղեցնել, բայց ոչ մի դրամատիկ տեքստով կամ հույզով չկարողանաս հուզել, ու դրա հակառակը։ Այստեղ մեզ միշտ օգնության է գալիս մեր մասնագիտությունը։ Եթե դու կարողանում ես հասկանալ, որ դու տվյալ իրավիճակում ես, վերցնում ես, ընկալում ես ու անկեղծ փոխանցում ես հանդիսատեսին, բոլոր պարագաներում դա կստացվի։ Ես իհարկե կդժվարանամ մոտարապես կասկածում եմ ում խոսքերն են, բայց չեմ ուզում ասեմ, որ չսխալվեմ, ավելի լավ ասեմ չեմ հիշում, բայց կա այսպիսի մի խոսք, քո հարցին երևի sense պատասխանեմ արդ։ Բոլոր համաշխարհային կատակերգությունների գլուխգործոցները ծնվել են պիեսները համաճարակների, ծանր ժամանակների, պատերազմների, ասենք կատակլիզմների ժամանակ ու ճիշտ հակառակը ամենախաղաղ, հանգիստ, ուրախ, երջանիկ ժամանակներում ծնվել են ամենադրամատիկ, ամենամեծ ողբերգությունները։ Դա պիեսների մասով։ Ինչպես որ ձեր թատրոնն էլ ծնվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կոմեդիայի թատրոնը։ Այո։ Ու ըստ երևույթին ավելի շատ կախված է ժամանակներից։ Իսկ զուտ որպես դերասան լրիվ ուրիշ է բանը, վերաբերմունքը, դերասանի վերաբերմունքը կերպարների լրիվ ուրիշ է։ Երբ որ կոմեդիա է լինում, ավելի հանգիստ ես մոտենում, ավելի հանգիստ ես աշխատում։ Որովհետև նախ դրամատուրգիան, եթե նորմալ դրամատուրգիայի մասին ենք խոսում, դրամատուրգիան, որպեսզի հանդիսատեսում, միգուցե մարդիկ կան չգիտեն, սցենարը ասածը գրական հիմքը։ Արդեն, այսինքն կան պիեսներ, որ ոնց տենց գրած է, գոնե այդքանը խաղաս, արդեն լավ է։ Տերապետում ես մասնագիտություն։ Ներկայացման մեջ ատեք իմպրովիզներ ջանում։
Ես Սամոյի հետ չեմ անում, որովհետև Սամոս նայում ես սկսում է ծիծաղալ։ Անթակույց։ Բայց անում ենք։ Ես մի շատ մեծ թերություն ունեմ, ես բեմում շատ դժվար եմ կարողանում զսպել ծիծաղել։ Ես չեմ ծիծաղում, ես իմ ինչ պետք է լինի, որ շատ դժվար։ Ու երբեմն իրավիճակը այնպես է ստացվում, որ անթակույց սկսում եմ ծիծաղել, հայ ինչ ասում եմ, հայ ինչ։ Նայեց ինձ բեմում, չեմ հիշում որտեղ էին խաղում, Ղազանջյանը կուլիսում կանգնած է։ Ֆինալի տեսավ, ասես պիտի նայենք իրար։ Հա, ես չեմ կարողանում նայել։ Նայում եմ ու ծիծաղում։ Երբ որ մի 100 անգամ խաղացել ենք, ես 100 անգամ նույն ձևով եմ նայում իրան, որովհետև գիտեմ։ Հա, բայց այսօր շրթներքը ուրիշ ձև էր քսած, սենց էր քսած։ Այդ քո համար էր։ Դե դրա համար էլ ծիծաղեցի, Սամոյս ես նայեցին ինձ։ Ներկայացում վերջացել է, բանալը չեմ ստաց։ Ասում ոնց որ ծիծաղում էիր։ Հա։ Ես չեմ թաքցնում։ Չպետք է ծիծաղաս։ Չեմ կարող։ Հա։ Ես անկեղծ ծիծաղս չեմ կարողանում։ Ես շատ եմ սիրում իմպրովիզ, բայց իմպրովիզը պիտի լինի հենց այդ պահին։ Ծնված ըստ բեմադրության ցավոք սրտի կան դերասաններ, ցավոք սրտի չափանցնում են։ Իմպրովիզը մտածում են նախապես։ Իմպրովիզը։ Եվ դա երբեք չի ծառայում իր նպատակին։ Ու համ տեսարանն է փչանում, համ ներկայացում, համ այդ դերասանը։ Այո։ Դրա համար իմպրովիզը այդ պահին պետք է ծնվի, էլի։ Օրինակ երեկվա ներկայացման ժամանակ այնտեղ տեքստ կա Հասմիկը։ Ես չեմ կարողանում ծիծաղս զսպել։ Ապրես։ Այնտեղ տեքստ կա Հասմիկը պետք է ասի՝ «Եվ բացի այդ դուք եղբայրական օգնության անդամ եք»։ Եվ դա շատ լավ է։ Հասմիկը ասեց՝ «Եվ բացի այդ դուք եղբայրական օգնության անդամ եք»։ Ու սկսեց ծիծաղել։ Ասեց ինքը ծիծաղ, ասի օգնություն ասեցի քիշեցի, ձեր օգնված ոտը եկեք խանեք մեր տնից։ Մեռան երկուսով։ Տեսեք տղաներ, ձեր բեմական պայմանները Հայաստանի լավագույն բեմերից մեկն է Պարոնյանի բեմը, լուսային պայմանները եւ այլն, հարդասենյակները, գրիմանոցները։ Մեզ մոտ մեր պայմաններում, մեր բեմի պայմաններում, մեր գրիմանոցների պայմաններում ինչ-որ բաներ չեք զգում, դիսկոմֆորտ հայերեն ընդհանրապես անկեղծ ասեմ, անհարմարավետություն, անկեղծ ասեմ, պիտի պատասխանի, որովհետև ես ապրել եմ։ Ես անկեղծ կասեմ 3 տարի։ Հիմա ինչ որ կասեմ կարող այդքան էլ լավ չի, բայց հետո կասեմ լավը։ Ցավոք սրտի չենք զգում։ Բայց դա նրա համար չի, որ թող այդպես էլ մնա։ Տա Աստված, որ հնարավորությունները շատ ավելի լավանան, եթե մենք այս վիճակով չենք զգում։ Ես պատկերացնում եմ, եթե պայմանները լավանան Կապանի թատրոնի, ինչքան հրաշալի կլինի։ Այստեղ պայմանները պետք է այո, մի քանի բաների ներդաշնակություն կա, չգիտեմ, օդի մեջ է, թե ինչ կամ մենք ենք տես տրամադրված արդեն գալիս Կապան, կամ հանդիսատեսն է տես տրամադրված սպասում, որ Երևանից թատրոն է գալու կամ տարբեր տեղերից թատրոններ է գալու։ Ինքը ոչ մի բանը խանգարող չի։ Ոչ մի բանը, անգամ ես հիշում եմ, երբ որ առաջին անգամ բեմից որ դուրս էինք գալիս, այնտեղ միանգամից աստիճանավոր իջնում ես, նոր դերասաններով որ եկել էինք, ովքեր առաջին անգամ էին խաղալու թատրոնում, անընդհատ զգուշացնում էի, որ հանկարծ դուրս չգան էլի ու ընկնեն, բայց այնքան արագ ես ադապտանում տեղանքին, իսկ տեղեր կա, որ մի քանի անգամ էլ կարող է խաղաս ու տենց էլ չընկալես։ Այդ գալիս է նրանից, որ դու այնքան շատ ես սիրում իրան, միանգամից կարողանում ես հասկանալ որտեղ ես ինչ սենյակ կա կամ բեմը ինչ հնարավորություններ ունի, սենց լիքը բաներ կա, բայց իհարկե ես վստահ եմ, որ եթե բարելավի այդ շենքի հնարավորությունները շատ ավելի կոմֆորտ է լինելու ու շատ ավելի լավ ներկայացումներ է ծնվելու այստեղ, որովհետև այստեղի օդի մեջ արվեստը ուղղակի սենց սավառնում է, իրան անընդհատ պետք է օդից վերցնել, տեղայնացնել, վերցնել, տեղայնացնել, շատ կարևոր բան է այդ աուրայի մեջ կա արվեստ։ Եվ ուրեմն ինչ կմաղթեք մեր Կապանի կամերային ներկայացումների փառատոնին։ Մեծ հզոր թատրոն, շենք, չէ, կմաղթենք անկեղծ ասած, ես անձամբ շատ ուրախ եմ այս նախաձեռնության համար եւ ուզում եմ ասել, որ երբեք չեմ ուզի լսել, որ մի տարի դադար եղավ եւ այլևս չկա այս փառատոնը։ Այս փառատոնը ճիշտ հակառակը ինքը պետքա աճի, զարգանա, ճյուղավորվի եւ մտածի երկրորդ, երրորդ, չորրորդ, տասնյակ փառատոնների մասին, որովհետեւ դա ստացվում է ձեզ մոտ։ Եվ այս առումով նաեւ հնարավորություն է շատ ու շատ արվեստագետների, թատրոնների, մշակութային գործիչների հանդիպումները։
այսինքն մեկս մյուսի ներկայացումները տեսնելու եւս մեկ անգամ վայելելու հնարավորությունը, ինչու՞ չէ նաեւ շատ Երևանում շատ ժամանակ չես ունենում հաճախել քո գոլեգաների ներկայացումները նայել եւ այլն, այստեղ նայում ես, օրինակ ես հաճույքով նայելու եմ այն թատրոնի ներկայացումները, որոնք որ Երևանում ուղղակի ժամանակի առումով չեմ կարողացել գնալ, ոչ թե չեմ կարևորել, չեմ կարողացել։ Իսկ այստեղ ես նայելու եմ եւ սա եւս մի մեծ պլյուս է փառատոնի շրջանակներում հնարավորություն ունենալ դիտելու այն ներկայացումները, որոնք որ դու չես հասցրել նայել թե Գյումրիում, ինչու ոչ թե մյուս Վանաձորում, այո, տարբեր թատրոններում։ Սա էլ է շատ կարևոր գաղափար, որի շուրջ մենք բոլորս հավաքվում ենք։ Դրա համար ես մաղթում եմ, չգիտեմ, անսահման երևակայություն ու հնարավորություն, որ կարողանա յուրաքանչյուր թատերական փառատոն, մշակութային փառատոն անպայման, որը որ ստեղծվում է ոչ թե ինքը կարճ կյանք ունենա կամ ծառայեց իր նպատակին ու վերջ, լինի շարունակական, ինչքան շատ, այնքան մեր երկիրը, մեր արվեստը կունենա հնարավորություն տարածվելու եւ տեսանելի դառնալու ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն, Իշխան։ Ես ավելի շատ ոչ թե մաղթանքը, այլ ցանկությունը սա, որ դե այսօր փաստացի համազգային թատրոնի ներկայացումով կավարտվի փառատոնային մասը, կմնա արտավազդ նստանակաբաշխությունն էլ վստահ եմ պատվով, փառքով անցկացնելը, ու արդեն կարող ենք վստահ փաստել, որ փառատոնը կայացել է։ Ինքը կայացավ, ծառայեց այն նպատակին, ինչ նպատակ որ ունեին, ինչի համար որ արվում էր, ցանկությունս այնա, որ բոլոր մասնակիցները, ովքեր կազմակերպչական մասն եմ ասում, Կապանի թատրոնը, իդեմս իմ Տիգրան Աթայանի, մարզպետարանը, թատերական գործիչների միությունը, Պանձամոլեբդենային կոմբինատը, որոնց բոլորն էլ մեծագույն ավանդ ունեցան, որպեսզի այս փառատոնը կայանա, կներեք այդ բառը պիտի օգտագործել, անդադ մտածում էի դրա հայերենը, չարխայնանան այս փառատոնի հաջողությամբ։ Այսինքն հաջորդ փառատոններին չասեն, դե լավ, այս մի բանն է, եկեք սենց, դե արդեն գիտեն, որ փառատոնն է, եկեք սա մի քիչ այսպես չանենք, լավ, եկեք այնպես չանենք, վստահ եմ այս պահին այդպես չեն մտածում։ Բայց հաջողությունը, փառքը ունի այդ վատ սովորությունը հանգստացնելու, արխայնացնելու։ Ես կուզենայի, որ այդպես չլինի։ Ու նաև անցած հաղորդմանն էլ ասեցի, մեծագույն նաև ցանկությունը սա, որ մեծանա հանդիսատեսի աշխարհագրությունը։ Այսինքն սա չլինի լոկալ, միանշանակ անվերապահորեն Կապանի հանդիսատեսը արժանի է ունենա իր սեփական փառատոնը, իր քաղաքում, դա չի քննարկվում։ Բայց նաև կուզենամ, որ մարզի տարբեր քաղաքների, տարբեր համայնքների ներկայացուցիչները, որոնք ոչ պակաս գրագետ հանդիսատես են, ոչ պակաս սիրում են թատրոնը, ոչ պակաս կարիքը ունեն այդպիսի ներկայացումների, որ գան, կապան, նայեն, տեսնեն, շփվեն, ինչի՞ չէ, ինչ-որ բան սովորեն, ինչ-որ բան սովորեցնեն, ու այդ աշխարհագրությունն էլ հանդիսատեսի աշխարհագրությունն էլ մեծանա։ Դե շնորհակալություն հարգելի հյուրեր։ Շնորհակալություն նաև ձեզ եւ մի բան էլ անկեղծ ասած կուզենամ ասել, սա կուզենամ որ բոլոր փառատոների կազմակերպիչները վերաբերվեն այսպես որ յուրաքանչյուր փառատոնի ավարտից հետո ոչ թե ասեն որ ավարտվեց փառատոնը, այլ ասեն որ մնաց 365 օր որ սկսվի հաջորդ փառատոնը, այսինքն սա նշանակում է որ մեկ տարվա ամենօրյա աշխատանք եւս պետք է տարվի, որ հաջորդ տարվա փառատոնը դա լինի էլ ավելի հետաքրքիր, էլ ավելի նորություններով լեցուն, այսինքն ավարտվել բառը երբեք չպիտի օգտագործվի։ Դե մենք հուսանք, որ կհանդիպենք մյուս տարի փառատոնի շրջանակներում արդեն նոր ներկայացումով։ Սիրով։ Շնորհակալություն։ Սամոյի հանդիպել։ Սա պարոն Սամվելին եւ պարոն Իշխանին։ Մենք միշտ սպասում ենք ձեզ։ Սիրով, այո։ Մեծագույն սիրով։ Իսկ այս պահին մենք հրաժեշտ ենք տալիս մեր հյուրերին, հիշեցնում եմ, որ մեր հյուրերն էին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Սամվել Դանիելյանը եւ Իշխան Ղարիբյանը։ Մենք հրաժեշտ ենք տալիս մեր հյուրերին, իսկ ձեզ հետ կհանդիպենք մեր հաղորդման երկրորդ մասում։
Եվ այսպես, հարգելի հեռուստադիտող, ավարտվեց ևս մի գեղեցիկ հանդիպում ճանաչված եւ սիրված դերասանների մասնակցությամբ։ Իսկ այսօր մարտի 26-ին մենք կդիտենք մեր փառատոնի վերջին ներկայացումը։ Կապանի կամերային ներկայացումների փառատոնի վերջին ակորդը կլինի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ներկայացումը։ Համազգային թատրոնը Կապան է բերել Սարա Նալբանդյանի հաղթանակի գենեզիսը, որ բեմադրել է Նարինե Գրիգորյանը։ Սա մի պատմություն է, որի հերոսների կյանքը եւ գործողությունները տեղի ունենում 1990-ականներին, Արցախյան պատերազմի թեժ օրերին։ Մեր հերոսներից մեկը արցախցի է, այդ պատերազմի թեժ օրերին այնտեղ ապրող, մյուսը Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչն է եւ երրորդը Երևանից ցուրտ ու մութ տարիներում մեծացած երեխա։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող, իսկ մենք այսօր հրաժեշտ կտանք ձեզ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում եւ կամփոփենք ոչ միայն հաղթանակի գենեզիս ներկայացումը, այլ նաեւ ամբողջ փառատոնը։